Բարև ձեզ հարազատներս, այսօր շաբաթ օր է, բայց աշխատում եմ, բժշկական թեմա չի լինի, նորից իմ մտքերով կկիսվեմ, թե ինչ մտքեր են այսօր ինձ այցելել, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն, արդեն ասել եմ, մի 4-5 կիլոնի հարել եմ, բայց մի մեծ աշխարհ է բացվել ինձ համար, մի մեծ հնարավորությունների, չգիտեմ, վստահության հետ է կապված եղել, թե ինչ, կարծես թե կողքս այդ աշխարհը կար, անընդհատ ու ես դա չէի տեսնում, հիմա ինձ թողել են մտնել այդտեղ, շատ կարևոր է, այդ ուղղությամբ շարունակում եմ աշխատել, հարաբերական հաջողությամբ, բայց ճանապարհը բռնած է։ Երկրորդ միտքը, որ կուզեի տալ ձեզ այսօր, որ եթե օրվա աշխատանքը ինչ պլանավորել եք կատարեք, օրինակ այսօր բուսաբանական այգուց պետք է գայի աշխատանքի, բայց հիմնարկներից մեկում ստորագրություններ ունեի պատմագրի մեջ, որ չէի դրել, մտածում էի հետո կանեմ, բայց չէ, գնացի այդ աշխատանքի տեղը, ստորագրությունները դրեցի, նոր եկա այս աշխատանքից։ Բաներ կա, որ պիտի արվի, որովհետև այդ գործերը կուտակվում են, հետո բերում են ստրեսի եւ ավելի կարևոր բան կարող ես չանել դրա պատճառով։ Մի բան էլ կարևոր ասեմ, որ իմ սննդակարգի մեջ էլի փոփոխություններ եմ մտցրել, թե առաջ այսպիսի թեյերի շատ էի օգտագործում, անչափ չեմ կարող ասեմ, եթե ես ասեմ 5 հատ, դուք ուրեմն իմացեք, որ 15 հատ, ու վերջերս իմացա, հեղինակին կասեմ ով է ասել, որտեղ իր ասածներից շատ բաներ եմ դեռ ասելու ձեզ, որ այս թղթի են իրենք այս փաթեթները, բայց իրանք պլաստիկով մշակվում են, որ կարողանան պահպանվել տաքացված ջրի մեջ, դրա համար էլ չեմ օգտագործում, հետազոտությունները ցույց են տալիս, որ մահացած մարդկանց որ հետազոտում են գլխուղեղում արդեն 1 գդալի չափ պլաստիկի հավաքված լինում, այնքան ենք օգտագործում այդ պլաստիկները, փորձում եմ հրաժարվել հնարավորինս, հիմա թեյիս մեջ ուղղակի դաղձեմ եկել լիմոնի հյութ մի փոքր։ Քիչ-քիչ պատմելու եմ ինչ եմ անում, բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։